Ես մեկ անգամ ողջունում եմ ձեզ եղբայրներ եւ քույրեր, ուրախ եմ, որ նորից միասին ենք եւ Փառք Տիրոջը այս հնարավորության համար, որ կարող ենք միաբանվել Տիրոջ խոսքի շուրջ, վայելելու իր խոսքը իրեն եւ մեր միաբանությունը։ Նաեւ Փառք Տիրոջը այս լավ սրահի համար, այո, օթորակիչը չի աշխատում, այս հուսով ենք Տերը մեզ կօգնի, կարողանանք այս շոքին լավ 30-40 րոպեներ ունենալ։ Եվ ուզում եմ խոստովանել, որ ինձ համար չկա ավելի մեծ ուրախություն, քան քարոզել Հիսուսի ճշմարիտ ավետարանը եւ հատկապես Քրիստոսաբանության վարդապետությունը։ Ասեմ, որ Քրիստոսաբանությունը պարզապես աստվածաբանության մի բաժին չէ։ Այն քրիստոնեական հավատի սիրտն է։ Եթե մենք սխալվում ենք Քրիստոսի հարցում, ապա սխալվում ենք ավետարանի փրկության, երկրպագության եւ քրիստոնեական կյանքի հարցում։ Այդ պատճառով առողջ եկեղեցին կառուցվում է ոչ թե զգացմունքների, այլ առողջ վարդապետության վրա։ Իսկ առողջ վարդապետության կենտրոնում միշտ Հիսուս Քրիստոսն է։ Եվ քանի որ առաքյալների քարոզչության կենտրոնում միշտ եղել է Հիսուս Քրիստոսը եւ նրա ճշմարիտ ավետարանը, ուստի եկեղեցին եւ հատկապես նրա երեցներն ու հովիվները կոչված են հավատարիմ մնալու նույն անփոփոխ ճշմարտությանը։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այսօր շարունակում ենք մեր ուսումնասիրությունը Քրիստոսաբանության շրջանակում եւ կրկին անդրադառնում ենք փրկագնման վարդապետությանը։ Բայց նախ եկեք մի քանի խոսքով հիշենք, թե ինչ ճանապարհ ենք միասին անցել ունենալով այս քարոզը։ Միասին ուսումնասիրել ենք փրկագնման պատճառները, որտեղ սովորեցինք, որ փրկագնման պատճառները բացառապես Աստծո մեջ է, ունենալով աստվածային սեր եւ արդարություն։ Նաեւ միասին ուսումնասիրել ենք փրկագնման անհրաժեշտությունը, որտեղ սովորեցինք, որ իրականում Աստված պարտավոր չէր փրկել մեղավորին, սակայն Աստված հենց իր սիրո մեջ որոշեց փրկել մեղավոր արարածների մի մասի։ Եվ այդ ծրագրի իրականացման համար կար միայն մեկ ուղի՝ Հիսուսը։ Իսկ փրկագնման էության թեմայի մեջ սովորեցինք, որ Հիսուսի հնազանդությունը մեզ համար է, ինձ եւ քո։ Եվ որով էլ բավարարեց Հայր Աստծո բոլոր պահանջները եւ տառապեց մեզ համար, մեր մեղքերի եւ մահացավ մեղքի համար։ Այս ամենը մեզ բերում է հետեւյալ վարդապետական սահմանմանը։ Եկեք հիշենք փրկագնման սահմանումը։ Փրկագնումը այն աշխատանքն է, որը Քրիստոսը կատարեց իր կյանքով եւ իր մահով, որպեսզի վաստակի մեր փրկությունը։ Այսպիսով շարունակելով փրկագնման էության թեման, այսօր Սուրբ գրքից կուսումնասիրենք Քրիստոսի մահը բացատրող 3 կարևոր վարդապետական ճշմարտություններ։ Այսպիսով առաջին վարդապետական ճշմարտությունը, որը Աստվածաշունչը ուսուցանում է մեզ Քրիստոսի մահվան մասին, հետևյալն է. պատիժը նշանակվել է Հայր Աստծո կողմից։ Քրիստոսի պատիժը նշանակվել է Հայր Աստծո կողմից։ Երբ մենք հարցնում ենք ով պահանջեց, որ Քրիստոսը վճարի մեր մեղքերի համար, Սուրբ Գիրքը տալիս է հստակ եւ աներկբա պատասխան։ Պատիժը նշանակվել է Հայր Աստծո կողմից։ Փրկության ծրագրում Հայր Աստված ներկայացնում է երրորդության արդար դատաստանը։ Ուստի Աստծո սուրբ արդարությունը պահանջում էր, որ մեղքը չմնար առանց դատաստանի։ Մեղքի համար պետք էր ամբողջությամբ հատուցում տրվեր։ Եվ երրորդության ներսում հենց Հայր Աստված էր այն անձը, ով պահանջեց այդ արդար հատուցումը։ Իսկ Որդի Աստված կամավոր կերպով ընդունեց մեղավորի տեղը եւ իր վրա վերցրեց այն պատիժը, որը իրականում մեզ էր հասնում։ Մի կարևոր սահմանում։ Փոխանորդական զոհը ոչ թե Քրիստոսի պարտականությունն էր, այլ նրա կամավոր սիրո եւ Աստծո շնորհի գերագույն դրսևորում։ Ես այս համանումը մեկ այլ կերպով եմ շարադրել, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Փոխանորդական զոհը Աստծո շնորհի պարգևն էր։ Փոխանորդական զոհը Աստծո շնորհի պարգևն էր, ոչ թե Քրիստոսի
պարտականությունը կամ այլ կերպ ասած պարտքը։ Սա չափազանց կարևոր ճշմարտություն է։ Քրիստոսը խաչ չբարձրացավ մարդկանց պարտադրանքով, այլ հոր փրկության ծրագրին կամավոր հնազանդվելով։ Ասեմ, որ խաչը դժբախտ պատահար չէր, այլ հավիտենական փրկության ծրագրի իրականացումը։ Եվ այս մասին Պողոս առաքյալը գրում է 2 Կորինթացիս 5:21, որովհետև Աստված նրան, ով մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծո արդարները լինենք։ Ուշադրություն դարձրեք այս համարին, ով արեց։ Նա Աստված արեց։ Տեսնում եք, որ գործողը Հայր Աստված է։ Նա մեր մեղքերը վերագրեց ու իր անարատ որդու։ Ինչու՞, որպեսզի Քրիստոսի արդարությունը վերագրվի մեզ։ Եվ նույն ճշմարտությունը հռչակում նաև Եսայի մարգարեն, Եսայի 53:6 համար։ Տերը նրա վրա դրեց մեր բոլոր անօրենությունները, որից հետո նա շարունակում է 10-րդ համարում, բայց Տիրոջ կամքն էր նրան ճզմել, տառապանք պատճառել։ Ասեմ, որ այս խոսքերը երբեք չեն նշանակում, թե Հայր Աստված դաժան կամ անողորք էր իր որդու նկատմամբ։ Ընդհակառակը, դրանք բացահայտում են փրկության ծրագրի խորությունը։ Հայրը որդին գործում էին կատարյալ միաբանությամբ։ Հայրը պահանջեց, որ իր արդարությունը բավարարվի, իսկ որդին սիրով եւ լիակատար հնազանդությամբ իր վրա վերցրեց այդ դատավճիռը։ Եվ այստեղ մենք տեսնում ենք ոչ թե հակասություն հոր եւ որդու միջեւ, այլ կատարյալ ներդաշնակություն։ Այն, ինչ հայրը կամեցավ, որդի կամավոր իրականացրեց։ Այսինքն խաչը բացահայտում է հոր եւ որդու սերը։ Ասեմ, որ սովորաբար, երբ մենք մտածում ենք խաչի մասին, կենտրոնանում ենք միայն Հիսուսի վրա, եւ դա իրականում ճիշտ է։ Սակայն այս հատվածը մեզ հիշեցնում է նաեւ Հայր Աստծո սերը։ Ոչ միայն Հիսուսն էր գիտակցում, որ իր առջև խաչի անասելի տառապանքն է, այլ նաեւ Հայր Աստված նույնպես գիտեր, որ իր սիրելի որդին պիտի կրի այդ դաժանագին տառապանքը։ Այնուամենայնիվ հանուն մեր փրկության Հայրը չխնայեց իր որդուն, իսկ որդին չհրաժարվեց խաչից։ Այդ իսկ պատճառով Պողոս առաքյալը հայտարարում է Հռոմեացիս 5:8, Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Խաչը միաժամանակ Աստծո արդարության եւ սիրո ամենափառավոր հայտնությունն է։ Այնտեղ Աստծո արդարությունը լիովին բավարարվեց, որովհետև մեղքը պատժվեց։ Այնտեղ Աստծո սերը լիովին դրսևորվեց, որովհետև այդ պատիժը կրեց իր սիրելի որդին, ում փոխարեն իմ եւ քո։ Խաչի արդարությունն ու սերը չհակասեցին միմյանց, այլ կատարյալ ներդաշնակությամբ հանդիպեցին։ Որն է այս վարդապետության գործնական նշանակությունը։ Այս ճշմարտությունը մեզ սովորեցնում է, որ մեր փրկությունը հիմնված չէ Աստծո զգացմունքների փոփոխության վրա, այլ նրա հավիտենական ծրագրի վրա։ Հայրը ծրագրեց փրկությունը, որդին իրականացրեց այն, եւ այդ ամենը կատարվեց Աստծո կատարյալ սիրո եւ արդարության ներդաշնակության մեջ։ Այսպիսով խաչը միայն Հիսուսի գործը չէ, այն ամբողջ երրորդության միասնական փրկագործությունն է, ծրագրված հոր կողմից, իրականացված որդու կողմից եւ կիրառվող Սուրբ Հոգու միջոցով։ Հետևաբար, երբ հավատացյալը նայում է խաչին, նա տեսնում է ոչ միայն Հիսուսի զոհաբերությունը, այլ ամբողջ երրորդության միասնական աշխատանքը իր փրկության համար։ Հարց. Երբևէ մտածել ես, որ քո ամեն մեղքը պահանջում էր արդար դատաստան։ Քո մեղքը քեզ համար այնքան լուրջ է, որքան Աստծո համար էր։ Երբ նայում ես խաչին, ում ես տեսնում, զոհված մարդու, թե Աստծո դատաստանին կանգնած իր եւ քո փոխանորդին։ Երբ հայրը նայում էր իր որդու խաչի վրա, գիտես ում պատիժն էր նա կրում։ Քոնը։ Խաչի Աստված քեզ չասաց, թե որքան փոքր է քո մեղքը։ Նա ցույց տվեց, թե որքան մեծ է իր սերը։
Եթե Քրիստոսը այդպիսի գին վճարեց քո մեղքի համար, ապա ինչու ես շարունակում խաղալ այն մեղքի հետ, որի համար նա խաչվեց։ Եթե Քրիստոսը կրեց այն պատիժը, որը քեզ էր հասնում, ապա դու ինչպես ես ապրում այդ ճշմարտության լույսի ներքո։ Խաչիլը հանդիպեցին Աստծո երկու կատարյալ հատկությունները՝ արդարությունը եւ սերը։ Արդարությունը պահանջեց, որ մեղքը պատժվի, իսկ սերը տվեց փոխանորդին, ով այդ պատիժը կրեց իր եւ ձեր փոխարեն։ Այդ օրը Գողգոթայում փոխվեց ոչ թե Աստծո վերաբերմունքը մեղքի հանդեպ, այլ մեղավորի վիճակը Աստծո առաջ։ Մեղքը դատապարտվեց, որպեսզի մեղավորը արդարացվի։ Խաչի վրա հայրը չխնայեց իր սիրելի որդին, որպեսզի մի օր չդատապարտի ինձ եւ քեզ, եթե դու հավատաս նրա որդուն։ Խաչը չի ասում, թե Աստված պարզապես սիրում է քեզ։ Խաչը ասում է, որ Աստված այնքան սուրբ է, որ մեղքը պետք է դատապարտվեր, եւ այնքան սիրող է, որ ինքը տվեց փոխանորդին այդ դատապարտությունը կրելու համար։ Այսպիսով, առաջին մասում տեսանք, թե ով պահանջեց պատիժը։ Հիմա տեսնենք, ինչպես այդ պատիժը ամբողջությամբ վճարվեց։ Եվ երկրորդ վարդապետական ճշմարտությունը, որ Աստվածաշունչը ուսուցանում է մեզ Քրիստոսի մահվան մասին, հետևյալն է. ոչ թե հավիտենական տառապանք, այլ ամբողջական հատուցում։ Ոչ թե հավիտենական տառապանք, այլ ամբողջական հատուցում։ Եթե մենք ինքներս կրեինք մեր մեղքերի պատիժը, ինչ եք կարծում։ Կավարտվեր։ Ոչ, երբեք այն չէր ավարտվի։ Մենք հավիտյան կտանջվեինք Աստծուց բաժանված վիճակում։ Գիտեք ինչու։ Որովհետև երբեք չէինք կարող ամբողջությամբ վճարել մեր մեղքերի պարտքը։ Սակայն Քրիստոսի դեպքում այլ պատկեր ենք տեսնում։ Նա հավիտյան չտառապեց։ Նրա տառապանքը սահմանափակ ժամանակ տևեց, բայց դրա արժեքը հավիտենական էր։ Ինչու՞։ Որովհետև Սուրբ Գիրքը մեզ երկու կարևոր պատճառ է տալիս։ Առաջին, մենք երբեք չէինք կարող բավարարել Աստծո արդարությունը։ Մենք մեզանից որևէ մեկը չէր կարող բավարարել Աստծո արդարությունը։ Հռոմեացիս 3:20 հուսամ մեզանից շատերը հիշում են անգիր։ Քանի որ ոչ ոք նրա առաջ օրենքի գործերից ինչ չի անի, չի արդարանա։ Այո։ Եվ եթե մենք կրենք մեր սեփական մեղքերի պատիժը, իրապես երբեք չէին կարող արդար կանգնել Աստծո առաջ։ Մեզ համար ոչ մի հույս չէր մնա։ Եվ մենք չէինք կարող փոխել մեր մեղավոր բնույթը, եւ չէինք կարող նոր կյանք ստեղծել մեր մեջ, եւ չէինք կարող արժանանալ այն կատարյալ արդարությանը, որն Աստված պահանջում է։ Ավելի, նույնիսկ դատաստանի տակ մենք կշարունակեինք մնալ մեղավորներ, մեր սրտում պահելով ապստամբությունն ու դժգոհությունը Աստծո հանդեպ։ Այսպիսով մեր մեղքը ոչ թե կավարտվեր, այլ շարունակաբար կավելանար։ Եվ այդ պատճառով մեղավոր մարդը երբեք չի կարող ինքնուրույն ամբողջությամբ հատուցել իր մեղքի պարտքը։ Եվ երկրորդ, Հիսուսը կարողացավ մինչև վերջ կրել Աստծո բարկությունը։ Հիսուսը կարողացավ միայն կրել մինչև վերջ Աստծո բարկությունը։ Դա համար այնինչ անկարելի էր մարդու համար հնարավոր դարձավ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ոչ մի սովորական մարդ չէր կարող ամբողջությամբ կրել Աստծո սուրբ բարկությունը մեղքի նկատմամբ։ Սակայն Հիսուսը, լինելով ճշմարիտ Աստված եւ ճշմարիտ մարդ, մինչև վերջ ընդունեց այն դատաստանը, որը նախատեսված էր մեզ համար։ Եսայի 55:11 համար։ Նա իր անձի տառապանքը կտեսնի եւ կկշտանա։ Իմ արդար ծառանի գիտությամբ կարդարացնի շատերին եւ նրանց անօրենություններն ինքը կկրի։ Երբ Խաչիլա փրկագնման գործն ամբողջությամբ ավարտվեց, հիշում եք Հիսուսը ինչ ասաց բարձրաձայն։ Կատարվեց։ Այս խոսքը պարզապես չէր նշանակում, որ նրա երկնային կյանքն ավարտվում էր։ Այն նշանակում էր, որ մեղքի ամբողջ պարտքը այլևս վճարված էր։ Եվ Աստծո արդարության բոլոր պահանջները բավարարված էին։ Եվ ամենակարևորը փրկության գործը ավարտված էր։ Դա համար եթե Քրիստոսը ամբողջությամբ իմ եւ քո
մեղքերի համար չվճարեր, մենք այսօր կմնայինք մեղադրանքի եւ դատապարտության տակ։ Սակայն քանի որ նա ամբողջությամբ կրեց մեզ հասանելիք պատիժը, Պողոս առաքյալը կարող է վստահությամբ ասել Հռոմեացիս 8:1 ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։ Համար Քրիստոսի սահմանափակ ժամանակի տառապանքը ցույց է տալիս նրա զոհի կատարելությունը։ Եվ այստեղ կարևոր է հասկանալ մեկ աստվածաբանական ճշմարտություն։ Եթե Քրիստոսը ստիպված լիներ հավիտյան տառապել, ապա դա կնշանակեր, որ մեղքի պարտքը երբեք ամբողջությամբ չէր վճարվել։ Սակայն խաչի վրա տառապանքների ավարտը ցույց տվեց, որ Աստծո բարկությունն ամբողջությամբ թափվել էր հենց Հիսուսի վրա, եւ ոչ մի մեղք, ոչ մի չէր մնացել առանց հատուցման։ Եվ միաժամանակ դա ցույց տվեց նաեւ, որ Քրիստոսը ինքը կատարյալ արդար էր։ Նա տառապեց ոչ թե իր մեղքերի, այլ մեր մեղքերի համար։ Հետևաբար այն փաստը, որ Քրիստոսը տառապեց սահմանափակ ժամանակ, ոչ թե հավիտյան, ապացույց է, որ նրա զոհը լիովին բավարար էր մեղքի ամբողջ պարտքը վճարելու համար։ Հիշում եք Եբրայեցիս հեղինակը ինչ ասում, մեկ զոհ եւ մեկ ընդմիշտ։ Եբրայեցիս 9:20-28 ոչ թե որպեսի շատ անգամ ինքն իրեն պատարակ մատուցի, ինչպես քահանայապետը, որ ամեն տարի ուրիշի արյունով էր մտնում սրբության սրբոց, այլապես նա պետք է որ աշխարհի սկզբից ի վեր շատ անգամներ չարչարվեր, բայց այժմ ժամանակների վերջում մեկ անգամ հայտնվեց, որպեսի իր զոհաբերությամբ ջնջի մեղքը։ Եվ ինչպես որ մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել եւ դրանից հետո դատաստանը, նույնպես էլ Քրիստոսը շատերի մեղքերը վերցնելու համար մեկ անգամ զոհաբերվեց, իսկ երկրորդ անգամ կհայտնվի առանց մեղքի իրեն սպասողների փրկության համար։ Ուշադրություն դարձրեցիք հեղինակի շեշտադրմանը, քանի անգամ կրկնեց, մեկ անգամ։ Համար Քրիստոսի զոհաբերությունը կրկնվելու կարիք չունի։ Գիտեք ինչու, որովհետև այն կատարյալ է։ Նրա մահը մասնակի վճարում չէր։ Մահը Հիսուսի մասնակի վճարում չէր, այլ ամբողջական եւ վերջնական փրկագին։ Այս վարդապետության գործնական նշանակությունը ինչ է։ Այն ունի մեծ նշանակություն յուրաքանչյուր հավատացյալի համար։ Եթե Քրիստոսը ամբողջությամբ վճարել է մեր մեղքերի համար, ապա մենք այլևս չենք ապրում այն վախով, թե գուցե Աստված մեզանից նորից պահանջի վճարել մեր մեղքերի համար։ Դա համար մեր փրկությունը հիմնված չէ մեր կատարած հատուցման վրա, այլ Քրիստոսի կատարյալ հատուցման։ Այդ պատճառով հավատացյալը կարող է ապրել ոչ թե դատապարտության վախի տակ, այլ վստահության մեջ, իմանալով, որ իր բոլոր մեղքերն արդեն ամբողջությամբ Գողգոթայի խաչի վրա վճարված է։ Հարց. Եթե քո փրկությունը կախված լիներ նրանից, որ ինքդ վճարեիր քո մեղքերի համար, ինչ հույս կունենայիր։ Երբևէ մտածել ես, որ դու երբեք չէիր կարող ամբողջությամբ վճարել նույնիսկ մեկ մեղքի համար։ Երբ Հիսուսն ասաց կատարվեց, հարց ինչ էր ավարտվել, նրա կյանքը, թե իմ եւ քո պարտքը։ Եթե խաչի վրա ամեն ինչ կատարվեց, ապա դու ինչ ես այսօր փորձում ավելացնել Քրիստոսի կատարած գործին։ Եթե Քրիստոսը ամբողջությամբ վճարեց, ապա որ մեղքի համար ես դեր փորձում ինքդ քո ուժերով վճարել։ Եթե Աստված հայտարարում է ոչ մի դատապարտություն չկա, ապա ում ձայնին ես ավելի շատ հավատում, Աստծո, թե քո խղճի մեղադրանքներին։ Եթե նրա զոհը կատարյալ էր, ապա ինչու ես քո վստահությունը դնում քո գործերի, այլ ոչ թե նրա խաչի վրա։ Եթե Քրիստոսը ասաց կատարվեց, ապա ինչու ես ապրում այնպես, կարծես փրկության գործը դեռ ավարտված չէ։ Եվ հետո խաչի վրա Հիսուսը չասաց ես ավարտվեցի, նա ասաց կատարվեց։ Ավարտվեց ոչ թե փրկիչը, այլ մեղավորի պարտքը։ Եվ այդ պատճառով հավատացյալի կյանքը սկսվում է այնտեղ,
որտեղ Քրիստոս ավարտեց փրկության գործը։ Այսպիսով երկրորդ բաժնում տեսանք, որ Քրիստոսը ամբողջությամբ վճարեց մեր պարտքը։ Իսկ հիմա հարց է առաջանում. ինչն է վկայում, որ այդ վճարումը իսկապես կատարվեց։ Եվ պատասխանը նոր կտակարանում մենք տեսնում ենք, եւ նոր կտականը տալիս է մեկ բառով Քրիստոսի արյունը։ Երրորդ եւ վերջին վարդապետական ճշմարտությունը, որ Աստվածաշունչը ուսուցանում է մեզ Քրիստոսի մահվան մասին, հետեւյալն է. Քրիստոսի արյունը նրա զոհաբերական մահվան վկայությունն է։ Նոր կտականում մենք տեսնում ենք, որ Քրիստոսի արյունը մշտապես կապված է փրկագնման գործի հետ։ Նոր կտականում մենք որքան որ տեսնում ենք, Քրիստոսի արյունը միշտ կապված է փրկագնման գործի հետ։ Երբ առաքյալները խոսում են Քրիստոսի արյան մասին, նրանք դրանով ընդգծում են այն գինը, որը վճարվեց իմ եւ քո փրկության համար։ Եվ նախքան Քրիստոսի արյան նշանակության մասին խոսելը, եկեք 3 կարևոր հարցի պատասխանենք։ Ինչու էր անհրաժեշտ Քրիստոսի արյունը, ինչ է անում Քրիստոսի արյունը եւ երրորդ, ինչ նշանակություն ունի Քրիստոսի արյունը փրկության համար։ Երբ այս 3 հարցերի պատասխանները տեսնենք Սուրբ գրքից, ավելի հեշտ կհասկանանք, թե ինչու է նոր կտակարանը կրկին խոսում Հիսուս Քրիստոսի արյան մասին։ Եվ առաջինը, ինչու էր անհրաժեշտ Քրիստոսի արյունը։ Այս հարցին պատասխանում է Եբրայեցիս թղթի հեղինակը 9-րդ գլուխ 22 համար։ Գրեթե ամեն բան ըստ օրենքի արյունով է մաքրվում։ Եվ առանց արյուն թափվելու թողություն չի լինում։ Տեսնեք այս կարճ, բայց խորիմաստ խոսքերը բացահայտում են Աստծո փրկության ծրագրի հիմքերից մեկը։ Այն պարզապես չի ասում, որ արյուն թափվեց։ Այն բացահայտում է դրա աստվածաբանական անհրաժեշտությունը։ Մեղքը պահանջում է մահ, արդարությունը պահանջում է հատուցում, առանց զոհի ներում չկա, եւ այդ իսկ պատճառով Քրիստոսի արյունը դարձավ փրկության հիմքը։ Հետևաբար Քրիստոսի արյունը պատահականորեն չթափվեց, այն Աստծո արդար պահանջի պատասխանն էր։ Եթե առաջին հարցը պատասխանում էր, թե ինչու էր անհրաժեշտ Քրիստոսի արյունը, ապա այժմ տեսնենք, թե ինչ է այն իրականացնում հավատացյալի կյանքում։ Երկրորդ, ինչ է անում Քրիստոսի արյունը։ Առաջի Հովհաննես 1:7 նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ Այսինքն Քրիստոսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից եւ ապահովում է ըստ այս համարի, կարող եք համարինել շարունակական մաքրություն նրանց համար, ովքեր լույսի մեջ են քայլում։ Տեսնում եք Քրիստոսի արյունը ինչ անում, գործողությունը մաքրում է։ Եբրայեցիս 10:19 արդ եղբայրներ, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան, ում արյամբ, Հիսուսի արյամբ։ Նայեք այս համարին Քրիստոսի արյունը ինչ է անում, բացում է ճանապարհը դեպի Աստծո ներկայությունը եւ հավատացյալին տալիս է համարձակություն մոտենալու Աստծուն։ Եվ գործողությունը բացում է ճանապարհ դեպի Աստված եւ տալիս է համարձակություն Աստծո ներկայություն մտնելու։ Այսպեսով մենք տեսանք, որ Քրիստոսի արյունը մաքրում է մեզ եւ բացում է ճանապարհը դեպի Աստծո ներկայությունը։ Սակայն սա դեռ չի բացատրում, թե ինչ է նշանակում Քրիստոսի արյուն արտահայտությունը։ Եվ այժմ տեսնենք դրա աստվածաբանական նշանակությունը։ Երրորդ, ինչ նշանակություն ունի Քրիստոսի արյունը։ Պետրոս առաքյալը լավ է գրում, առաջի Պետրոս առաջի գլուխ 18-19 համարներում, իմանալով, որ ձեր հայրենավան դունային կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով, իբրև անբիծ ու անարատ գարան։ Պողոս առաքյալը Եփեսացիս առաջի գլուխ 7-րդ համարում այսպես է գրում. նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով մեղքերի թողություն համաձայն իր շնորհի առատության։ Խնդրում եմ նայեք Քրիստոսի արյան նշանակությանը կամ այլ խոսքով ասած արդյունքներին։ Մենք փրկագնվում ենք, մեր մեղքերը ներվում են եւ մենք ազատագրվում ենք մեղքի իշխանությունից։ Եվ այս ամենը մեզ բերում է գլխավոր հարցին։ Երբ Սուրբ Գիրքն ասում է Քրիստոսի արյուն, արդյոք խոսքը պարզապես արյան մասին է։ Պատասխանը ոչ։ Եվ ես այստեղ
ձևակերպում եմ գրել։ Քրիստոսի արյունը նրա զոհաբերական մահի վկայությունն է։ Քրիստոսի արյունը նրա զոհաբերական մահի վկայությունն է։ Եվ Սուրբ Գիրքը խոսելով Քրիստոսի արյան մասին, առաջին հերթին նկատի ունի հենց սա, նրա զոհաբերական մահը։ Նրա թափված արյունը անհերքելի ապացույց է, որ նա իսկապես իր կյանքը տվեց իմ եւ քո մեղքերի փրկագնման համար։ Այլ խոսքով Քրիստոսի արյունը նշանակում է Քրիստոսի մահը իր ամբողջ փրկարար նշանակությամբ։ Ուստի երբ Սուրբ Գիրքը մեզ ուղղում է դեպի Քրիստոսի արյունը, այն մեզ ուղղում է դեպի խաչը, դեպի նրա մահը եւ դեպի այն կատարյալ զոհաբերությունը, որով մեր փրկությունը ձեռք բերվեց։ Իսկ ինչ ազդեցություն ունի Քրիստոսի զոհաբերական մահը հավատացյալի կյանքում։ Ինչ ազդեցություն ունի։ Թե Քրիստոսի արյան առաջնային նշանակությունն այն է, որ այն վերացնում է մեր մեղքի դատապարտությունը Աստծո առաջ։ Նոր կտակարանը ցույց է տալիս նաև դրա մյուս օրհնությունները։ Քրիստոսի արյունով մաքրվում է մեր խիղճը, Եբրայեցիների 9:14։ Մենք համարձակություն ենք ստանում Աստծո ներկայություն մուտք գործելու։ Ինչպես աղոթքով եւ երկրպագությամբ, Եբրայեցի թղթի հեղինակն է ասում։ Այն շարունակաբար մաքրում է մեզ ամեն մի մեղքից, շարունակաբար։ Առաջի Հովհաննես 1:7 եւ հաղթում ենք մեր եղբայրների մեղադրողին, սատանային։ Հայտնություն 10-րդ գլուխ 11 համարներ։ Եվ վերջապես ազատագրվում ենք մեր նախկին ունայն եւ մեղավոր ապրելակերպից։ Եվ այս բոլոր օրհնությունները բխում են մեկ աղբյուրից՝ Քրիստոսի զոհաբերական մահից։ Եվ հարց է առաջանում, ինչ է Սուրբ Գիրքը այդքան շատ խոսում Քրիստոսի արյան մասին։ Որտեղ Քրիստոսի արյան վրա այսքան մեծ շեշտադրումը պատահական չէ։ Թափված արյունը վկայում է, որ մահ է տեղի ունեցել։ Իսկ Քրիստոսի մահը պատահական կամ բնական մահ չէր։ Նա մահացավ որպես դատապարտյալ, կրելով այն դատավճիռը, որը նախատեսված էր իմ եւ քո համար։ Երկնային դատաստանը դատապարտեց նրան խաչելության, սակայն դրա հետևում կանգնած էր Աստծո արդար դատաստանը, որովհետև նա մեր փոխարեն կրում էր մեղքի պատիժը։ Այդ պատճառով Քրիստոսի արյունը մշտապես հիշեցնում է մեզ, որ մեր փրկությունը ձեռք է բերել ոչ թե առանց գնի, այլ Աստծո որդու կյանքի գնով։ Իսկ ինչ է կարծում Քրիստոսի արյունը եւ հին կտակարանի զոհաբերությունները որևէ կերպով կապված էին իրար հետ։ Այո, Քրիստոսի արյունը միայն նոր կտակարանի թեման չէ, այն ամբողջ Աստվածաշնչի առանցքային թեման է։ Քրիստոսի արյան մասին խոսելը նաեւ մեզ կապում է հին կտակարանի զոհաբերությունների հետ։ Հիշում եք հին կտակարանում հին ուխտի յուրաքանչյուր զոհ։ Այդ ժամանակ, երբ որ կենդանին մորթվում էր, արյունն էր թափվում, այդ ամենը մատնանշում էր գալիք Մեսիային։ Այդ զոհերը իրականում չէին կարող վերացնել մեղքը, այլ նախապատրաստում էին Աստծո ժողովրդի իրական եւ կատարյալ զոհին, որը պիտի մատուցվեր Գողգոթայում։ Այսպիսով հին կտականի բոլոր արյունալի զոհաբերությունները իրենց կատարումը գտան Քրիստոսի խաչի վրա։ Այնիշ կենդանիների արյունը չէր կարող իրականացնել։ Քրիստոսի թանկագին արյունը կատարյալ կերպով իրականացրեց եւ այն էլ իրականացրեց մեկընդմիշտ։ Ինչ գործնական նշանակություն ունի այս վարդապետությունը մեզ համար։ Երբ հավատացյալը խոսում է Քրիստոսի արյան մասին, նա չի խոսում պարզապես արյան մասին, այլ այն զոհաբերության մասին, որով Աստծո որդի իր կյանքը տվեց նրա փոխարեն։ Այդ պատճառով մեր վստահությունը ոչ թե մեր արժանինքների, այլ Քրիստոսի թափված արյան վրա է։ Նրա արյունը վկայում է, որ մեղքի պարտքը վճարված է, խիղճը մաքրված է, Աստծո ճանապարհը բացված է եւ հավատացյալը լիակատար վստահությամբ կարող է մոտենալ իր Տիրոջը։ Հարց ինձ եւ քեզ։ Եթե արծաթ ու ոսկին չէին կարող քեզ փրկել, ապա ինչու Աստված վճարեց իր որդու կյանքով։ Երբ լսում ես Քրիստոսի արյունը, արդյոք տեսնում ես միայն մի խորհրդանիշ, թե այն փրկչի, ով իր կյանքը տվեց քեզ համար։ Ում արյունն էր թափվում Գողգոթայում։
եւ ում մեղքերի համար։ Քո համար։ Երբ վերջին անգամ նայեցի Գողգոթայի խաչին, ոչ թե որպես պատմական իրադարձություն, այլ որպես փրկության գնի։ Եթե Աստծո որդու արյունը վճարեց քո փրկության գինը, ապա դու ինչով ես փորձում արժանանալ այդ փրկությանը։ Եթե Քրիստոսի արյունը մաքրում է քեզ, ապա ինչու ես շարունակում ապրել այնպես, կարծես դեռ անմաքուր ես Աստծո առաջ։ Եթե Քրիստոսի թանկագին արյունով ես գնվել, ապա ինչու ես երբեմն այդքան էժան գնահատում քո սրբությունը։ Եթե Քրիստոսը քեզ գնեց իր արյան գնով, ապա ում համար ես ապրում այսօր։ Նրա, թե ինքդ քեզ համար։ Եթե Աստված քո փրկության համար տվեց իր միածին որդուն, նրա արյունը թափվեց, ապա կա աշխարհում որևէ բան, որ ավելի արժեքավոր է այսօր քեզ համար, քան Հիսուսը։ Համար Քրիստոսի անունը մեզ չի շեշտում միայն այն, թե որքան շատ տառապեց Հիսուսը։ Այն հռչակում է, թե որքան մեծ էր Աստծո արդարությունը եւ որքան անսահման էր նրա սերը։ Այդ այրունը դեռ այսօր էլ հայտարարում է։ Քո պարտքը վճարված է, մեղքդ քաղված է եւ ճանապարհը դեպի Հայր բացված է։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, հենց այս պատճառով է, որ եկեղեցին երբեք չի հոգնում խոսել Քրիստոսի մասին, որովհետեւ որքան ավելի ենք հասկանում նրա խաչը, այնքան ավելի ենք ճանաչում Աստծո արդարությունը, նրա սերը եւ մեր փրկության մեծությունը։ Այդ պատճառով քրիստոսաբանությունը պարզապես մի վարդապետություն չէ, այն մեր հավատի սիրտն է, մեր հույսի հիմքը եւ մեր երկրպագության պատճառը։ Համար թող Աստված պահի մեզ այնպիսի եկեղեցի, որի քարոզչության կենտրոնում միշտ կլինի խաչված եւ հարություն առած Քրիստոսը։ Եվ նույնն էին անում առաքյալները եւ աշակերտները։ Մենք էլ հետևենք իրենց օրինակին եւ Աստված մեզ որքան կյանք տա, շարունակ քարոզենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Եկեք ոտքի կանգնենք, միասին աղոթենք։ Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, խոնարհվում ենք քո ոտքերի առջև, փառք ենք քեզ տալիս քո անսահման սիրո համար։ Շնորհակալ ենք, որ քո աստվածային փառքը, ճոխությունը թողեցիր, եկար աշխարհ, մարմին առար, խոնարհվեցիր, ծառայի կերպարանք առար, ծառայեցիր մեղավորների համար, փառք ես այս ամենի համար, շնորհակալ ենք քո կատարած գործի համար, եւ մենք էլ հիմա մեր սրտի շնորհակալություններն ու գոհություններն ենք ուզում քեզ հայտնել, փառք ես այն փրկության ծրագրի համար, որ անթերի կատարյալ ձևով իրականացրեցիր, եւ մեզ հագցրեցիր քո արդարությունը, եւ մեզ շարունակում ես քո զորությամբ պահել, փառք ես, որ դու ես մեր հավատի հեղինակը, կատարողը, պահողը եւ դեպի երկինք հասցնողը։ Եվ փառք ես, որ մենք չենք դա անողը, որովհետեւ մենք ճանապարհին շատ անգամներ կձախողվեինք։ Համար ողջ փառքերն ու պատիվը քեզ։ Մեր սիրելի այ քեզ շնորհակալ ենք, որ դու այնքան սիրեցիր մեզ, որ քո միածին որդուն խաչեցիր մեզ համար, որ քո միածին որդի իմ եւ շատերի համար հնազանդվեց, օրենքի բոլոր պահանջները կատարյալ եւ անթերի ձևով կատարեց, մեր փոխարեն ապրեց, հնազանդվեց եւ բավարարեց այն բոլոր պահանջները, որը ոչ մի մարդ չէր կարող անել։ Փառք ես քո որդի Հիսուսի համար եւ փառք ես քո հոգու համար, որ շարունակում է մխիթարել մեզ այս ճշմարտություններով։ Փառք ես քո խոսքի համար, որ քո խոսքը շարունակում է մեզ կրթել, խնամել, սնել եւ սրբության առաջնորդել։ Աղոթում եմ իմ եւ քույրերիս համար, օգնիր, որ քեզ վայել կերպով, որպես իրական փրկված հավատացյալներ ապրենք այս երկրի վրա։ Շարունակենք հետևել Հիսուսի, շարունակենք հետևել Հիսուսի օրինակին, շարունակենք հետևել Հիսուսի կյանքին, շարունակենք հետևել Հիսուսի բնավորությանը։ Եվ փառք ես, որ մեզ թույլ ես տվել ոչ միայն ունենալ Հիսուսի միտքը, այլ նմանվել մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Շնորհակալ ենք այս լավ օրհնյալ օրվա համար,
շարունակիր մեզ վայել քո խաղաղության եւ սիրո մեջ, փառք ես այս միաբանության համար, շնորհակալ եմ, որ այս միաբանությունը դու ես ստեղծել, շարունակիր այն պահել, մեզ էլ օգնիր, որ շարունակենք իրար ավելի սիրել, այսօրը թող լինի մեկս մյուսի ծառայելու, մեկս մյուսի ավելի նվիրվելու, բարձրացնելու եւ մեզ օրհնյալ օրդու մեր քույրերի եւ եղբայրների հետ։ Աղոթեցինք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, որ փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, հիմա եւ միշտ հավիտյանս։ Ամեն։